Հայլուր ժողովուրդ ջան, ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայրի եւ Հարակից բնակավայրի սիրելի բնակիչներ, ողջունում եմ ձեզ, ծափերով մի հատ ողջունենք իրար։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ ասել, որ 2018 թվականից Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում ընդհանուր առմամբ մոտավորապես 300 միլիոն դոլարի ներդրում արել, 300 միլիոն դոլարի ամենատարբեր ծրագրերով, սկսած սուբվենցիաներով, շարունակած դպրոց, մանկապարտեզ եւ այլն եւ այդպես շարունակ եւ ընդհանրապես Հայաստանի բոլոր մարզերում ենք արել, բոլոր մարզերում չի որ այս փաստը հիշատակել է, բայց 2018 թվականից մինչև այսօր մարզերում արված ներդրումները նախկինում Հայաստանի մարզերում երբեք այդ ծավալի ներդրումներ չի արվել նույն ժամանակահատվածում, նույնիսկ ժամանակահատվածից դուրս, ինչքան արվել է վերջին 8 տարվա ընթացքում։ Բայց շատ կարևոր է նաև, որ այդ ներդրումները, որի մասին ես խոսում եմ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ամենատարբեր սուբվենցիոն, փողոցներ, լուսավորություն, ամենատարբեր սկզբից թվում էր, թե ցուրտ է, բայց հենց արև բացվում է, արդեն շոկ է, չէ՞։ Շատ կարևոր եմ համարում, որ այդ ներդրումները ոչ միայն ընդհանրական են եւ վերջին 8 տարվա մեջ եւ այսօր էլ մենք եկել ենք եւ ունենք շատ կոնկրետ ասելիք, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի, գործնականում յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ որոշումներից մեկը թոշակները բարձրացնելու որոշումն է, որը հույս ունեմ դուք բոլորը տեսնում եւ զգում եք, եւ ելի ուզում եմ ասեմ, մենք 2018 թվականից 5 անգամ 5 տարբեր որոշումներով թոշակներ ենք բարձրացրել։ Եվ այսօր ուրախ ենք, որ այսօր թոշակը Հայաստանի Հանրապետությունում այնքան է բարձր, որ թոշակառուն արդյոք կարող ենք ասել, որ կարա ապրի ճոխության մեջ, իհարկե չենք կարող ասել, բայց այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում թոշակը այնքան բարձր է, որ թոշակառուն կարող է իր թոշակով ծայրը ծայրին հասցնել, կարող է ծայրը ծայրին հասցնել։ Սա լավ է, մենք գոհ ենք, որ մեր թոշակառուն կարող է ծայրը ծայրին հասցնել։ Մենք իհարկե մեր դա բարձրագույն նպատակը չի, որ թոշակառուն ծայրը ծայրին հասնի։ Մեր բարձրագույն նպատակն է, որ թոշակառուն նորմալ ապրի իր թոշակով։ Բայց 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16000 դրամ է եղել, 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը մենք դարձրել ենք 46000 դրամ։ Այսինքն եռապատկել ենք 8 տարվա ընթացքում թոշակը եռապատկել ենք։ 2018 թվականին 16000 դրամ թոշակով մարդը չէր կարող նույնիսկ սպառողակ նվազագույն պարենային զամբյուղը բավարարել։ Նվազագույն պարենային զամբյուղը գիտեք որն է, որ մարդը այնքան թոշակ ստանա, որ իր կյանքի համար անհրաժեշտ սնունդը առնի։ 2018 թվականին նվազագույն թոշակը նվազագույն պարենային զամբյուղից համարյա կրկնակի պակաս է եղել։ Մենք եկել ենք սկզբից նվազագույն թոշակը կրկնապատկել ենք 16000-ից դարձել ենք 32, բայց դա էլ բավարար չի եղել նվազագույն պարենային զամբյուղի համար։ 2023 թվականին մենք նոր հնարավորություն ենք ունեցել նվազագույն թոշակը համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին։ Այսօր արդեն միջին թոշակը համապատասխանա նվազագույն սպառողական զամբյուղին, որ ոչ միայն մարդը սնունդ առնի, այլև հետը կարենա նաև մի ուրիշ բան էլ առնի, ասենք 2 հատ բաժակ առնի իր տան համար, չգիտեմ, մի զույգ կոշիկ առնի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար սա շատ մեծ եւ էական սոցիալական փոփոխություն է, բայց մենք հիմա նաև նախընտրական ծրագրով ինչ ենք ասում ենք մենք բերել ենք հասցրել այս գծին թոշակը, բայց գնաճը միշտ կա, ժողովուրդ ջան, գնաճը տնտեսական աճի ըստ էության ուղեկցող երևույթ է։ Մենք պիտի ապահովենք, որ նվազագույն սպառողական զամբյուղից թոշակը չիջնի,
այսինքն գինը բարձացավ, մենք տեսանք, որ հետ վճարն էլ հետը արդեն չի երիքում, նվազագույն սպառողական զամբյուղին։ Մենք այդ թոշակը կինդեքսավորենք, գնաճի չափով առնվազն, որպեսզի նույն գնողունակության մակարդակը թոշակը պահի։ Իսկ հնարավորություն ունենալու դեպքում մենք իհարկե դա կավելացնենք։ Իսկ ինչ պետք է անենք, որպեսզի հնարավորություն ունենանք, պետք է աշխատենք, բայց պետք է ոչ միայն աշխատենք, այլև պետք է ծախսենք գումարը պետականամետ ճանապարհով, պետական ճանապարհով, ընտանեկան ճանապարհով։ Էսա պատճառը, որ ես բոլորին ասում եմ, որ խնդրում եմ, որևէ գնում անելիս երբևէ խանութից առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք, որովհետև այսօր մենք ինչ խնդիր լուծել ենք հանրապետությունում, դա նրա շնորհիվ, նաև նրա շնորհիվ, որ մենք ստվերային տնտեսությունը կրճատել ենք։ Իմիջիայլոց շատ է խոսվում այն մասին, որ ասում են 2018 թվականին բախոստացակ թալանածը հետ վերադարձնել, հետ վերադարձրիք, թե հետ չվերադարձրիք։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտել է լրացուցիչ 6.6 միլիարդ դոլար, որը հեղափոխությունից առաջ այդ գումարները մտնում էր կոնկրետ անձանց գրպանը։ Եվ ես կարամ նույնիսկ օրինակ բերեմ, այսօր Հայաստանի ավելի կոնկրետ օրինակներ բերեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի փայաբաժին եւ վերջին 2018 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի վճարում է արել պետական բյուջե, քան նախորդող նույն մի ժամանակ, այսինքն նախորդ տարում, պատկերացնում եք 300 միլիոն դոլար պլյուս, այսպիսի տարբեր 300 միլիոն դոլարներով մենք պետական բյուջե եւ պետության կարողությունները ավելացրել ենք, բայց այդ միայն 2026 թվականին մենք պետական թոշակի բարձրացման որոշման համար լրացուցիչ ծախսելու ենք 70 միլիարդ դրամ, միայն 2026 թվականին։ Եվ սա այդ թվում ստվերի, այդ թվում թալանածը վերադարձնելու պրոցեսը, իմիջիայլոց, ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառավարության բանով, հայտով վաճառվել է ֆինանսների նախկին նախարարին պատկանող տունը եւ Միացյալ Նահանգները արդեն process-ը գնում է, ինչ որ մի տոկոս պահելու են իրանց ներքին բաների համար, բայց գումարի մոտավորապես 60-70%-ը փոխանցելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Դա արդեն տեղի է ունեցել։ Երկու մի քանի օր առաջ Կոտայքի Ընդամենը օրեր առաջ Վճռաբեկ դատարանի վճիռը ուժի մեջ մտավ, Կոտայքի նախկին մարզպետի տունը, առանձնատունը պետականացվեց։ Եվ հիմա մենք մտածում ենք այնտեղ, չգիտեմ, ոնց կօգտագործել, դա արդեն բանն է։ Կոտայքի նախկին մարզպետի եւ որ նույնը ինքն է Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը իր ամբողջ տարածքով սեփականացրեց։ Եվ այդ տունը հիմա իրանը չէ, տունը հիմա ձերն է, ժողովուրդ։ Եվ բազմաթիվ էլի նրանք ովքեր հետևում են իմ Facebook-յան էջին, ես հատիկ առ հատիկ խորագրի ներքո ցույց եմ տալիս, թե մենք այսօր բազմաթիվ հազարավոր հեկտարներ անտառային հողեր ենք մենք վերադարձրել։ Հազարավոր քառակուսի կիլոմետրերով զբոսայգիների տարածքներ ենք վերադարձրել երեխաներին եւ համայնքներին։ Եվ այս process-ը եւ իմիջիայլոց հետաքրքիր գիտեք որն է, կան քաղաքական ուժեր եւ հիմնականում պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր եւ ժողովրդի հարաբերությունների միջև խնդրեմ ստեղծել համար ասում են խոստացակ թալանածը վերադարձնենք, բայց չեք վերադարձրել։ Նախ մենք վերադարձնում ենք եւ կվերադարձնենք, բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, իրանք գալիս են ձեր մոտ ասում են, տեսեք դրանք թալանածը չեն վերադարձրել մեր մասին, բայց իրանցից ոչ մեկը չի ասում, իրանցից ոչ մեկը իր ծրագրի մեջ չի գրել, որ ինքը կվերադարձնի։
Այսինքն իրանք ուզում են թեման փակեն, թեման ջրեն, գցեն, հիասթափություն առաջացնել։ Եվ մի հատ էլ երեք նայում եմ, երեք ես մի հատ սկսել են պատերազմի, հա, եւ իսկ ինչու մենք այսօր ժողովուրդը շատ հարց է բարձրացնում։ Շատ հիմնականում նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության կամ եռագլուխ մաֆիային, ասում են դրանք քիմիչը հիմա պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նախ ուզում եմ ասել, որ ապօրինի գույքով եւ մյուս process-ներով իրանք բոլորը դատի մեջ են իրականում այսօր process-ը։ Ռոբերտ Քոչարյանն էլ է դատի մեջ, Սերժ Սարգսյանն էլ է դատի մեջ եւ էլի ուրիշ, հա? Դե գիտեք ինչի է տենց, ասում եմ, որովհետեւ Ժողովուրդ ջան 2018 թվականից մենք ոչ թե մի, այլ 23 ճակատով ենք կռիվ տվել։ 23 ճակատով կռիվ ենք տվել, ներսի եւ դրսի 23 ճակատով կռիվ ենք տվել։ Մենք կռիվ ենք տվել, այսօր մենք ասում ենք եռագլուխ կուսակ, մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ։ Մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ։ Եվ այսօր մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն կամ եռագլուխ մաֆիա 2018-ին այդ մաֆիան 23 գլուխ է ունեցել։ Այդ 23 գլուխները հերթով սենց կտրելով եկել ենք տակը մնացել է 3 գլուխ։ Եվ առաջիկա ընտրություններում մենք իրար հետ պետք է այդ 3 գլուխը կտրենք։ Այս է մեր խնդիրը։ Եվ սա, այսօր ինչ որ տեսնում եք, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կամ եռագլուխ մաֆիան, այսօր եկեք տենանք ինչ է։ Դա ըստ էության նախկին իշխանության կոալիցիան է։ Ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը, հանրապետական կուսակցությունն է, հանրապետականը բաց աջակցել է եւ ուժեղ Հայաստան կուսակցության բանի ընտանիքը հանրապետական խմբակցության կալուգացի օլիգարխի եղբայրը եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար երկար տարիներ։ Եվ մի հատ էլ գլուխ են գովում, մի անգամ որ ես խոսել էի, ասում են այ դուք մեր բարեգործությունը պարզվում է Սևանի մասնավորապես համենայնպես իրանք տենց են ասում, չեմ էլ հետաքրքրվել ինձ տենց շատ հետա Սևանի ընկեցավայրը որտեղ հիմա մեր տիրապետության տակ է, պարզվում է իրանք են սարքել։ Աննը դրել են բարեգործություն։ Պատկերացնում եք, ասենք երկրի հիմա մեկը Հայաստանի Հանրապետություն ինձ համար բարեգործություն անի, բռնի ինձ համար ասենք ենթադրենք բան կառուցի։ Մի $5 միլիոն տուն ասի դե բարեգործություն եմ անում։ Ու դրանք ընդհանրապես բարեգործության թեման շատ էական է։ Այսօր օլիգարխներ կան բարեգործի տրամաբան, այդ մարդը բոլորիցս հոսանքա գողացել, ավել փող գրել է ամբողջ հանրապետության վրա։ Այդ մարդիկ հայրենասիրությունից են խոսում, ուրեմն զորաբասի, մանկապարտեզի, չգիտեմ պետական հիմնարկների, անհատների վրա, հենց կալուգացի օլիգարխը, ավել հոսանքի գումարները ավել գրել են, փողները դրել գրպանները, ինչ բարեգործություն։ Նույն եւ բանի Սերժի համար դղյակներ են կառուցել։ Այդ է դրած բարեգործությունը։ Նույնն էլ վերաբերվում է բանին։ Մյուս Բելարուսամետ օլիգարխին։ Հետո գործեր կան քննվում են եւ կքննվեն։ Որևէ մեկը ես ձեզ 100%-ով ասում եմ, այդ օլիգարխներից որևէ մեկը իր գողացածի եւ կալուգացի եւ Բելարուսամետը իր գողացածի 5%-ը չի տվել թեկուզ տուկի թելի կամ բրնձի ձևով։ Հիմա նրանք այդ կանալից են զրկվել 6 միլիարդը, որի մասին ես ասում եմ, դա Սերժի, Ռոբի, Գագոյի, Սամվելի կրպանից է կտրվել։ Եվ հիմա նրանց վնգունը դրա համար է դուրս գալիս, որովհետև նրանք ուզում են շարունակեն ձեր հոսանքը գողանան եւ դրա 5%-ը տուկի թելի ворթնած բրնձի ձևով ձեզ վերադարձնեն։ Բայց մենք այսօր ասում ենք, հա մի հատ էլ բան է անում, երեք ասում եմ ԲՀԿ-ի ղեկավարի տղեն կրակել է, հետո փախել է Հայաստանից, հետ էլ կարակ ասեք ինչի է փախել։ Այո, որովհետև միջև հիմա մաֆիոզ դրսևորումներ կան եւ ում բռնում ենք մենք պատժում ենք շատ խիստ ձևով։
Շատ խիտ հիմա էլ ասում է բանը, ասում է դե հունիսի 7-ից կգա, ասում է մեզ ձայն տվեք, մենք ուզում ենք բանի քաղաքացիական պայմանագրի բանը իշխանությունից հեռացնենք, ասում է տղես հունիսի 7-ից կգա, այո կգա, որ շարունակի Աբովյանում կրակել, որ գա, որ Կոտայքում կրակել, Երևանում կրակել, Արագածոտնում կրակել, նրանց ուզածը էտ է, իրանք ասում եմ Ղարաբաղ, ինքան Ղարաբաղ են ասում եմ տո լսեք, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում մի փամփուշտ կրակել, չէ, չի կրակել, բայց դուք մագազիններ եք դատարկել Երևանում, Աբովյանում, Բալահովիտում, նրանց խնդիրն են, որ Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը դարձնեն մաֆիայի մարտադաշտ այն դեպքերում, երբ որ դիմադրություն կլինի, իսկ հիմնականում նրանց հույսն է, որ դիմադրություն չի լինելու, եւ ես էլի ասում եմ, սա ժողովրդի իշխանության ունենալու եւ չունենալու մասին է։ Հայաստանում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, բայց Հայաստանում այսօր կան բազմաթիվ լուծված խնդիրներ։ Մենակ թոշակի մասին ես որ ասում եմ, այդ դարակազմիկ հարց է, որ մենք լուծել ենք։ Առողջության ապահովագրություն, առողջության ապահովագրություն։ Ամենակարևոր հարցն է։ Մենք Շատ շնորհակալ եմ։ 65+ տարիքի առողջության ապահովագրությունը ինչի հաշվին ենք մենք լուծում ժողովուրդ ջան։ Դրանց թալարացի կանալները, բանը ծորակները փակելու շնորհիվ։ Եվ այսօր 65 տարեկան պլյուս 65+ կան մարդիկ, որ օգտվել են առողջության ապահովագրությունից։ Բոլոր տեղերում Համաձայնեք, որ դա իրականություն է, թե դա հերթական իրականություն է։ Բայց կա մարդ, որ նախկինում քրոնիկ հիվանդությունների համար փողա տվեց դեղը առել, հիմա դեղը անվճար է ստանում։ Կան այնպիսի մարդիկ։ Հիմա այդ մարդկանց դեպքում մենք կարենք ասենք, որ դեր թոշակը իրականում ոչ թե 10,000 + 10,000-ով ավելացել, այլ ավելացել է 10, մարդը ձերը բարձրացրեց 40,000-ով ավելացրել։ Իսկ 40,000-ը այսօրվա Հայաստանի Հանրապետության պայմաններում արդեն լուրջ թիվ է, եւ այս փոփոխություն դուք իմացեք, բան չի ուր է եղել այդ գումարները, ուր է եղել, բան ինչի է, հիմա դուք փաստացի ենթադրենք 40,000 ավելացել է, ենթադրենք հիմա համարեմ ընդհանուր եկամուտը գալիս է մի քիչ 70,000-ին, 80,000-ին մոտ է կանգնում։ Բա 2018 թվին ինչի է նվազագույն թոշակը եղել 16,000 դրամ։ Որովհետև Կալուգացին ու Բելարուսը բարեգործություն անելիս են եղել։ Բա հիմա դուք բարեգործության կարիք ունեք։ Հիմա դուք ձեր պարզելու նրանց խնդիր է տա եղել, որ ձեզ դնեն բարեգործության կարիքի մեջ, որ ամեն անգամ մտնեն գյուղերը եւ ձերը պարզած մարդկանց տեսնեն, որ ձերը պարզած մարդկանց հեշտությամբ կառավարեն։ Այսօր դուք ձեր պարզելու անհրաժեշտություն չունեք, գիտեք ինչի չունեք, որովհետև ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Եվ ես ասում եմ, առողջության ապահովագրությունը մենք ներդրել ենք, այո, 65+ տարիքի մեր թոշակառուների համար, բայց նույնքան դրել ենք 65+ տարիքի մեր թոշակառուների զավակների համար, որովհետև ով տարիքով ծնող ունի, միշտ մտքում մի լարվածություն կա, բա որ մի առողջական խնդիր եղավ, ո՞նց ենք լուծելու։ Հիմա տալիս եք այդ հարցը, բա որ ծնողից այդ առողջական խնդիր ունեցավ, ո՞նց ենք լուծելու։ Այո, տալիս եք այդ հարցը, բայց ունեք պատասխանը, որովհետև ձեր պետությունը, ձեր կողքին կանգնած ձեր ծնողի առողջության հարցը լուծելու է։ Եվ այս է փոխվել 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս փոփոխությունն է նաև, որ պետքա տեր կանգնենք։ Հիմա էլ ասում են, այդ առողջության ապահովագրությունը ընտրություններից հետո չեղարկվելու է։ Դա կատարյալ անհետ, այո, եթե իրանք ընտրվեն, հաստատ կչեղարկվի, երաշխավորում եմ, որովհետև այդ 6.6 միլիարդին նրանք ծարավ են եւ սոված են։ Ասում է, մենք տեսած ենք, դուք ինչ եք տեսած։ Դուք ինչ եք տեսած։ Մենք չենք տեսած։ Բանի հոսանքի, լսեք, մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող գրող Կալուգացի օլիգարխը ոնց կարա ասի ես տեսած եմ, դուք չտեսեք,
Այս վերջերս մի հատ գործ եմ բերել բանը ուրեմն օլիգարխներից մեկը ու դրանք շատ ուրեմն օլիգարխներից մեկը բան արել տրանսֆորմատորները բան արել ներկրել որ ինքը ինչ որ այդ կրիպտո արժույթների ֆերմա ստեղծելու համար դե դրանք շատ հոսանք է բանանում ծախսում բերել է հետո այդ կրիպտո արժույթների գործը չի ստացվել հետո այս մի օլիգարխը այդ բերած տրանսֆորմատորները խելագար գներով վաճառել է այս մի օլիգարխին դե պարզա ավել պակասնել ինչ են արել էդ էլ հերթական գործն է Բայց դրա համար են ասում ամսիյո դրա համար են դուս եկել ընտրությունների որ այդ մարդիկ բիզնեսմենը լինեին այդ մարդիկ բիզնեսմենը լինեն ինչ գործ ունեն իրանց քաղաքականության հետ ինչ գործ ունեն եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այդ օլիգարխներից մեկի տղեն է պատանդ ձեզ հայտնի երկրում Այն մյուսի ունեցվածքն է պատանդ ձեր հայտնի երկրում եթե դուք ուզում եք ձեր պետությունը ղեկավարեն պատանդները ես ասում եմ դրանք պատանդ են մեկի տղեն է պատանդ մյուսի ունեցվածքն է պատանդ եւ ձեր ընտրությունը դրա մեջ է դուք ուզում եք որ ձեր երկիրը ղեկավարեն եւ ձեր անունից հանդես գան նրանք ովքեր պատանդի կարգավիճակում են, բառից բուն իմաստով պատանդի կարգավիճակում։ Բայց իրականում ժողովուրդ ջան, այս ամեն ինչը, ինչ էլ որ ասեցի, դա ամենակարևորը չի։ Իսկ ամենակարևորը, որը ուզում եմ ասել եւ եկել եմ ասեմ, այս տենց ուղակի միջայլոց էր։ Ամենակարևոր բառը, որ ուզում եմ ասել, հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն 9 ամիս հաստատված է խաղաղություն եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ խաղաղության առիթով 2025 թվականը առաջին օրացուցային տարին է այսինքն որ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ոչ զոհ ենք ունեցել ոչ վիրավոր հակամարտության բերումով այդ նկատի ունեմ ու այդ մարդիկ ասում են մեր ժամանակ ասում են խաղաղություն ա եղել Այն պարագայում, երբ 91 թվականից ամեն տարի, այսինքն տենց մի տարի չենք ունեցել, որ մենք սահմանին զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Եվ այս մարդիկ ասում են, այ մենք լավ խաղաղություն կհաստատենք, որովհետեւ մենք գիտենք խաղաղության հաստատելու ձևը։ Այդ մարդկանց պատկերացած խաղաղությունը այն է, որ տարին մի 5, 6, 7, 8 զոհ ալնում, մի տասնյակ վիրավոր ալնում, իրանց համար դա խաղաղություն է, ինչի, որովհետեւ այդ զոհվողները իրանց զավակները չեն։ Ես էլի ասում եմ դա երևի ճիշտ բան չի անընդհատ ընդգծել եւ հույս ունեմ դուք բոլորդ գիտեք այդ թվում իմ որդին ա եղել իրադարձությունների ամենակենտրոնում եւ ինչքան էլ փորձեցին լեգենդներ լավ էր որ Այն մարդիկ ովքեր ականատես են եղել, տասնյակ մարդիկ վկայեցին այդ ամեն ինչի մասին։ Եվ հետևաբար, մեր ամենակարևոր խնդիրը առաջիկա ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելն է։ Եվ շատ են խոսում դրա մասին, ի վերջո խաղաղությունը կա, չկա, իրական չի։ Ես խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ Երեխան երբ որ ծնվում է եւ 9 ամսեկան, ինքը կա թե չկա, ինքը իհարկե կա։ Այն ընտանիքում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Այդ երեխան այդ ընտանիքի ուրախությունն է։ Այդ երեխան այդ ընտանիքի երջանկությունն է։ Եվ ես համարում եմ, որ այսօր մենք տեսնում ենք, որ հանրապետությունում մթնոլորտը էական փոխված է։ Եվ իմ կարծիքով այդ մթնոլորտը փոխված է հենց 9 ամսեկան այդ երեխայի խաղաղության շնորհիվ, որովհետև մարդկանց տրամադրությունը փոխվել է։ Բայց ժողովուրդ ջան, ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք, եթե մենք նրա նկատմամբ հոգ չտանենք, այդ երեխան չի ապրի, այդ երեխան չի մեծանա, այդ երեխան ոտքի չի կանգնի։ Եվ հետևաբար մեր խնդիրը նույնն է, ինչ որ 9 ամսեկան երեխայի խնամքի դեպքում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է տեր կանգնի իր 9 ամսեկան երեխային։ Հա, մեկ էլ նոր թեմա են մտածել,
ասում են 300,000 ադրբեջանցի է վերադառնալու, ասում են Փաշինյանը եւ Փաշինյանի կառավարությունը 300,000 ադրբեջանցի է վերադարձնելու Հայաստան։ Մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին է վերադարձնում Հայաստան։ 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը գնացած քաղաքացիները ավելի քիչ են եկել, քան վերադարձը։ Մենք արդեն մեր իրենց իշխանությունների ժամանակ հեռացած միլիոնավոր մի միլիոն միջև քաղաքացիներից 8,600-ին 2025 թվականին վերադարձրել ենք եւ կարծում եմ բոլորիդ համար ակնհայտ է 2025 թվականի ընտրություններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, այդ վերադարձը շարունակվելու է, 80,000-ը դառնալու է 8,000-ը դառնալու է 80,000, 80,000-ը դառնալու է 800,000 եւ նրանք բոլորը լինելու են ձեր հարազատները եւ բարեկամները, այն հայերը, որ քրե օլիգարխիկ ռեժիմի հետապնդումների պայմաններով փախել են Հայաստանից։ Հայաստանի Հանրապետությունը այլևս տեղ չի, որտեղից պետքա փախնել։ Հայաստանի Հանրապետությունը տեղ է, որտեղ պետքա վերադառնալ։ Եվ մեր քաղաքական ուղերձը նրա մասին է, որ Հայաստանը մակարման եւ գոյատևման օրակարգից դուրս է եկել եւ մտել է ապրելու եւ զարգացման օրակարգ։ Մեր առաքելությունը եւ մեր ուղերձը նրա մասին է, որ կյանքի եւ ապրելու դռները Հայաստանի Հանրապետությունում բացվել են եւ դուք պետքա տեր կանգնեք խաղաղությանը, պետքա տեր կանգնեք կյանքին եւ պետքա տեր կանգնեք ապագային։ Իսկ դրա համար հարկավոր է մի բան, մենք փորձել ենք այդ բոլոր խնդիրների լուծումը կենտրոնացնել մի գործողության մեջ եւ ձեզ կոչ ենք անում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել 16-րդ քվեաթերթիկով։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, ապագային, անկախությանը, խաղաղությանը, Արագածին, ապարանին, Արագածոտնի մարզին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար